Եթե քեզ փագեցին, Ժանոն կմնա մենակ։ Բա դու ինչի համար ես։ Լև, առած քեզ ես ինչ։ Ուրեմն ավելի լավ, բոլորս միասին կլինենք, Ժանոն Բերդում մենակ չի մնա։ Լև, եթե քեզ բռնեցին այն ռոմանի սպանության համար, Ժանոին բաց կթողեն, իսկ եթե Ժանոին բաց թողեցի, գիշատիչները կշատանան ու կնստեն վզին։ Ոնց եմ ուրախանում, որ սենց երկար սպասված զանգեր եմ ստանում, ուղղակի բացատրելու չի, ապրես, դա Լև Սեթրակիչ, կարծում ես օրենքի հետ խաղալը հանակ բան, հիմա կտանեն քեզ կփակեն ու նոր խելքդ գլուխդ կհավաքես։ Լավ էլ է, որ ուզածից միշտ հասնում է։ Եվ? Ինչ է և, դեռ դու ես ինձ ասում և։ Մի րոպե, թույլ ես սկսեմ Լև։ Պարոն քննիչ, մենք ենք նույն բանը ասում, և։ Հիմա մենք ինչ պիտի հասկանանք, ինչ բացատրություն եք տալու մեզ, մենք ինչի ենք էստեղ։ Գտել ենք Ժանոյին, Ժանո Սերոպյանին։ Շատ լավ է, հետևաբար մենք պիտի լինենք Ժանոյի կողքին։ Ոչ թե ձեր կողքին, հնեն չի, որ մենք ձեր կողքին մեզ վատ ենք զգում, ուղղակի կուզենք Ժանոյի կողքին լինենք, իմանանք ոնց հայրան զգում։ Վсё, կարող ենք գնալ։ Ոչ, չեք կարող։ Ինչի՞։ Իսկ ձեզ հետաքրքիր չի, ոնց են գտել նրան, որտեղից են գտել, ով էր պահում նրան։ Շատ հետաքրքիր է, ու շատ ուրախ ենք, որ ունեք այդ հարցերի բոլոր պատասխանները։ Այ երբ Ժանոյին տեսնենք, հանգիստ կլինենք, այդ ժամանակ էլ կգանք այդ պատասխանների հետևից։ Թե չեք գա, քանի որ դուք ունեք այդ պատասխանները։ Լսի կլինի սարուձոր չընկնեք։ Այնտեղ, որտեղ պահում էր Ժանո Սերոպյանը, էլի տղաներ են եղել։ Նրանք վիրավորվել են ոստիկանության կողմից, սակայն ողջ են մնացել։ Եվ նրանց հեռախոսների մեջ հայտնաբերվել է ձեր համարները։ Զարմանալու ինչ կա։ Չի բացառվում, որ այդ տղերքը կարող սարքված լինեն։ Սարքված, այսինքն ծախված, թե ոնց։ Կլինի կոնկրետանաք։ Մեզ էլ կարելի է հասկանալ։ Իրականում բոլոր կասկածները ձեր դեմ են, Լև Սեթրակիչ։ Մի քիչ էլ կոնկրետանանք։ Դուք եք Ժանո Սերոպյանին տարել, ցանկանալով ազատել պատժից։ Չհասկացանք, հիմա դուք մեզ մեղադրում եք։ Կարող եք լռել։ Եթե մենք լռենք, ուրեմն դուք ինչքան կարող եք պիտի արագ խոսեք։ Ուրեմն մենք ենք գողացել Ժանոյին, հա։ Շատ լավ։ Մենք ձեր քթի տակից տարել ենք Ժանոյին։ Նորմալ է, ինչի՞ չէ որ։ Ուշադրություն մի դարձրեք Լևի ասածներին։ Մի խանգարի։ Ուրեմն մենք ենք գողացել Ժանոյին։ Պարզ է։ Բայց ուր են ապացույցները։ Ապացույց ունեք, այ երբ ապացույցներ կունենաք, մեզ կկանչեք, ավելի ճիշտ ինձ կկանչեք, այդ ապացույցները կմտցնեք աչքս, ձեռքերս էլ կշղթայեք ու կտանեք ուր որ հարկնա։ Եղավ։ Ուզում ես արի նստենք։ Նստեմ, որ դիմանամ, որ չմեռնեմ։ Կարող ես դրան գտնեմ տամ սպանամ։ Ես ինչ է, դու քո տեսքից գոհ ես։ Կիսամեռը արել ճանապարհել այդ անասունը։ Աղբորդ մասին այդպես մի խոսի վլադ։ Դու սրտի խնդիր ունես։ Կարող է դրա պատճառով քեզ մի բան լինի։ Ուր էր թե։ Շատ կուզեի քեզ այս ամեն ինչի մասին չպատմել, բայց սիրտս ինձ լցված էր։ Տրաքում էր։ Եթե քեզ հետ չխոսեի, չկիսվեի, չգիտեմ, երևի չդիմանայի, մեռնեի։ Դե որ ինձ էլ չպատմեիր, պատմեիր։ Ինչի համար եմ ես բա։ Ճանապարհի վրա ես։ Չէի ուզում, որ ինձ որտեղը նեղվես, սրտ նեղված գնաս դրա համար։ Ես ուզում եմ դրան տեսնել։ Բայց ինքը չի ուզում։ Հա դե ինքն է որոշում ում հանդիպի, երբ հանդիպի։ Ինքը դեմք է։ Այնքան չարություն կար այդ տղու մեջ։ Ոնց որ օտար մարդու մասին խոսես։ Ինքը հասկացնել տվեց վլադ, որ մենք օտար ենք։ Ես տենց էլ չզգացի հոր և որդու շփումը։ Այդ դեպքում ինչի էր եկել, ինչի հանդիպեց քեզ։ Այդ հարցը ես էլ քանի անգամ իրան տվեցի։ Բայց հետո ինքս իմ մեջ վերլուծումներ արեցի ու
Կգտա պատասխանը։ Դե ասա ես էլ իմանամ որն է դրա պատճառը։ Ինչի է մեզ հետ ապնդում։ Իրան վրեժն է բերել մեզ մոտ։ Ինքը վրեժ է ուզում լուծել մեզնից։ Ինքը գնում է նրան, որ մենք էլ իրապես մեր արյունը ուրանանք։ Չպաշտպանես իրան։ Իրականում ես հիմա սենց նեղված, սիրտս լցված խոսում եմ, բայց պատկերացրու, թե ինքը ինչ է զգացել, երբ իմացել է, թե իր հետ ոնց են վարվել։ Իրականում ես մեր արյունը ուրացա այն օրը, երբ իմ երեխուն հանձնեցի ուրիշներին, տվեցի օտար մարդկանց։ Գիտես չէ հիմա ինչի եմ այստեղ։ Պիտի ասես, որ իմանամ։ Вообще-то դու իմ անհաջողությունների մասին ամենաշուտն ես իմանում։ Նաև հաջողությունների մասին։ Դու գիտես, որ Ժանոին գտել են, ու գտել են ինձ մոտից։ Խառն ես, Սեթրակիչ, շատ խառն ես։ Ինչ կարողացել խառնել ես ու մտել ես մեջը։ Դու ես խառնում, դու ես բզբզում։ Դու ես այդ կորած կաֆեի կորած տիրոջ սպանությունը ջրի երես հանում, դու։ Հեչ էլ կորած չէր։ Եթե կորած լիներ, տիրոջը չէիք սպանել։ Թե դուք չեք սպանել, ձեր գլխին սարքել են։ Ոնց էփել ես այս ճաշը։ Անց էլ պետք է ուտես, Վալերիկ։ Կամ ինձ պետք է փակես։ Բայց ես այնտեղից էլ հարցերդ կլուծեմ։ Ճիշտ չես պահում քեզ, Լև։ Մտել ես կաբինետս ու ինձ էլ սպառնում ես։ Դե քանի պահն եկել է, սարքդ էլ միացրու։ Ո՞րը։ Այն որ Ժանոյի վրա կպցրել էիք, նա էլ հարիվ իր սաղ կյանքը պատմել էր։ Դրանից չունես մի քանի հատ բերես կպցնես վերես, մի քանի հատ էլ հարց տաս, մի նոր թեմա դնես վզես ու տանես բանտ։ Սխալ բաներ ես խոսում, Լև։ Հնենց չանես, որ դուրս հրավիրեմ։ Ու ինչի համար դու արեցիր ես ամենը, որ ինձնից ազատվեիր, բայց ինչի ազատվեիր, որովհետև վզիտ էի դրել են փողերը, որ դու, աղբերս ու Գեորգիչը իրար հետ լափել էիք։ Լավ կանես գնաս։ Ես քեզ առաջարկ ունեմ։ Դու ինձ ու Ժանոյին դուրս ես բերում, փրկում ես մեր կաշին։ Ես այդ փողերը սաղ հեչ եմ անում։ Ինչ ես ծիծաղում։ Հաստատ չես ծիծաղի, եթե ես ավելի կտրուկ քայլերի գնամ, իսկ հիմա ընդամենը մարդավարի առաջարկ եմ անում։ Լև, թե դու ու թե Ժանոն այս պատմության մեջ լավ խրված եք։ Ես ոնց պիտի ձեր կաշին փրկեմ։ Այդ արդեն քո պրոբլեմն է։ Նախորոք մտածեիր։ Ես հիմար եմ։ Մենակ խոսալ գիտեմ, դրա համար էլ գժի անուն եմ հանել։ Իսկ այդ գեղացին, որ համեստ աղջկա անուն է հանել, հիմա իր համար հանգիստ ապրում է։ Տարավ Վլադիս։ Իսկ ես ամեն ինչ արեցի, որ դա տեղի չունենա։ Նույնիսկ Վլադիկիս համար չգիտեմ ինչ ճանապարհով երեխա ունեցա, բայց դա էլ չօգնեց։ Հետո ասում են, որ երեխաները հրաշքներ են գործում։ Ուր է հրաշքը։ Այդ Ադանեի համար հրաշք տեղի ունեցավ մենակ, որ Վլադիկիս կպցրեց։ Գոնե դու մի բան խոսա, հա։ Ներբայնացա, դու էլ ես ինձ գժի տեղ դնում։ Ինչ ես անում, գիժես։ Օղ, ցաված։ Ուզում եմ ասեմ, որ ստեղ եմ, լսում եմ քեզ։ Որ լսում ես, մի խորհուրդ տուր։ Ոչ թե գլուխս ջարդի։ Գլուխ ես գովում, որ ես արել, ես արել, բայց իրականում ոչ մի բան էլ չես արել։ Այդ ո՞նց չեմ արել։ Ինչ ես արել, որ գիժ գոռացել ես։ Այդ չէր քո արածը։ Այդ քեզ է թվում։ Ես մեղք չունեմ, որ Վլադս չգնահատեց իմ սերը, չգնահատեց, որ ինչքան շատ եմ ես իրան սիրում։ Իսկ դու մինչև վերջ գնա։ Սա վերջն է արդեն։ Ես պարտվել եմ։ Վլադը իր սիրելիի հետ Ամերիկա է գնում, հասկանում ես։ Դու էլ ինձնից ոչ մի բանով լավը չես ու ոչ էլ խելացի ես։ Ասացիր, որ կօգնես ու ոչ մի բան էլ չարեցիր։
Էդ էր օգնածդ։ Ես իմ անելիքը կանեմ, դու քոնի մասին մտածի։ Ես էլ անելիք չունեմ։ Բայց դու մինչև վերջ չես գնացել։ Այլ ոնց է լինում գնալը։ Դու ամենահեշտ բանը չես արել։ Ինչի հետ ես։ Սպանում ես Վլադի ընկերուհուն ու Վլադը դառնում է քոնը։ Հա։ Դու կլինես հաղթող, Վլադը քեզ կհասնի, Վլադը քեզ կհասնի։ Դու կհաղթես։ Բայց արժի սպանել։ Այդ ինձ ինչ կտա։ Ամեն ինչ։ Մի վախեցիր։ Գնա մինչև վերջ։ Հա, կարծում ես արժի սպանել այդ գեղացուն։ Մի անգամ ենք ապրում։ Արի ոնց ուզենք ապրենք, ոչ մի բանից չվախենանք։ Բայց լավ բան ես ասում։ Պիտի կյանքը վայելես։ Մենակ օրվա մասին պետք է մտածես։ Հիշի, որ Վլադը քեզ պետք է, դու իրան պետք է հասնես։ Կորոնամ ես։ Այ, քեզ այստեղ չտեսնեի։ Ով է քեզ թողել, որ գաս տեմամ, կամ ոնց ես դու ասել ստեղ։ Պապայիցդ մի լավ բան կարողացա ստանալ։ Խնդրեցի հնարավորություն ստեղծել քեզ հետ հանդիպելու։ Հազիվ էլ պապոն քեզ ստեղ ու հարկած լիներ։ Բալիս, բայց ես էի ուզում քեզ տեսնել։ Պրչոն պապան։ Իմաստը որն է, մամ։ Հա, ասենք եկար տեսար, բայց համ դու քեզ վացկացիր, համ էլ ես ինձ։ Որ հիմա չամաչեի, չէ, որ չամաչեի Արամիկ տղա, անենց կծեցեի։ Հիմա ինչ եմ արել, մամ։ Իմ համար հանգիստ նստած եմ։ Որովհետև դուրակի մեկն ես, դու քո ձեռքով քեզ բերեցիր, գցեցիր այստեղ։ Այ դրա համար։ Մամ թարգի, հա, ինչի ես կոտրվել։ Ես այդ տղեն եմ։ Պետք եղավ կնստեմ։ Բա, Յանի վախեցա, հա։ Բայց ինչի նստես։ Դու քեզ համար կյանքդ վայելում էիր։ Ով էր քեզ խնդրել գազ, մտնես այս խոզանոցը։ Մամ, էս էլ է պետք։ Սրա համն էլ պիտի զգանք։ Դու ինձ դրսում ես պետք։ Ես տղա չեմ ծնել, պահել մեծացրել, որ բերեմ բերդ գցեմ։ Հիմարի մեկը։ Լավ էլ հասցրիր դեմքիս, տիկինանգի։ Շատ ավելի վատ հարվածներ ինձից կստանաս, եթե խելքդ գլուխդ չհավաքես Արամիկ տղան։ Իմ խելքը լավ էլ տեղն է, մամա ջան։ Որ տեղն է, դու ինչ ես հիմա այստեղ, ինչ ես կյանքիդ հետ խաղում։ Երկար մտածեցի, մամ ջան, հասկացա, որ էլ անելու բան չունեմ, ամեն ինչ արել եմ այս կյանքում։ Մտածեցի, որ մի հատ նոր բան է պետք ու որոշեցի գամ ստեղ։ Ոչ։ Դու քո խոսքերից հետ կկանգնես։ Արամիկ, ես քեզ շատ եմ խնդրում։ Հերդ էլ քեզ կօգնի, եթե դու այդ սպանությունը քեզ վրա չվերցնես, հասկացար։ Ինձ պետք չի իրա օգնությունը, մամա։ Էդ ում ես վատություն անում։ Հորդ, ում հետ ինատ ես ընկել։ Թե նոր ապորենի տղուն։ Ասեմ քեզ իմանաս, դու շատ մեծ լավություն կանես նրանց։ Մամ ջան, դու գնա տուն։ Ձեռդ դիր հանգիստ գլխի տակ ու հանգիստ քո համար ապրի, իմ մոտ ամեն ինչ լավ է։ Ինչ հեշտ ես ասում։ Ոնց անեմ, ոնց գնամ հանգիստ պարկեմ, բայց դու ինչ էգոիստն ես։ Մամ ջան, դու իմ համար вообще մի անհանգստացի։ Ես ցելի վրա եմ, ստեղ էսա քերոպների հետ կտամ կառնեմ։ Շատ հնարավոր է ինձի թագադրել։ Այդ ժամանակ գողդուս կգամ ստեղից։ Դու էլ կնես գող Արամի մաման։ Ինչ վատ կլինի, նենց որ դուխով։ Բահո։ Գժվել ես։ Լավ եղավ, հոպարիդ գործը հանկարծ կիսատ չմնա։ Դուրակի մեկը։ Ատել էի, մամ ջան։ Ոնց եք պատմի, երեխեքը ոնց են, դրսում ինչ կա, նույնն ասա։ Լրությունն ու անորոշությունը սպանում է։
Գիտեք, չենք լարվում, ոնց որ Սլավնա սիրում ասել, հավասարակշռություն ենք պահում, դեռ ամեն ինչ կորած չի։ Ես գիտեմ ինչ ասեմ, որ ինձ ներս թողնեն, իսկ եթե խանգարեն հենց տեղում կսատկացնեմ, էլ չեմ հիշի, թե Սլավն ինչ էր ասում, Ժանոն ինչից էր վախենում, իտակ դալի… Ինչ ես եկել, ինչ ռիսկ ես արել, որ էլ եկել ես, Եթե մարդ ուզում է նպատակին հասնի, պիտի ռիսկի դիմի, չեմ ջոգում դու կապված ուզում ես բերդ գնաս, Չէ, չեմ երազում իհարկե, բայց այնտեղ ընկնելուց էլ չեմ վախենում։ Զորով քեզ թաղեցիր ես ճահճի մեջ, զորով։ Բան չկա։ Շատ հանգիստ ես ու շատ թեթև ես նայում ես ամեն ինչին։ Չես հասկանում, որ ամեն ինչ չի քո տիրապետության տակ։ Չես հասկանում, որ կարող է մի օր կկրվես։ Քո խոսքերով եմ ասում, որ ջոգես ինչ եմ ասում։ Հա, կրվել կարելի է, բայց կյանքին, ոչ մարդուն։ Ուշացածը ասածս, բայց ասում եմ, եթե կանգ չառնես, ինչ կանես։ Չեմ ճանաչի քեզ։ Ազնիվ խոսք եմ ասում։ Չեմ ճանաչի քեզ։ Դեմից լավ սկսեցիր։ Ուշացածը ասածս, բայց խաղից էլ դուրս գալ հնարավոր չի։ Միջև ականջներս թաղված եմ խաղի մեջ։ Թքած։ Ստոպ դու։ Դուրս արի, խաղի կեսից դուրս արի, խնդրում եմ քեզ, ստոպ դու քանի ուշ չի։ Ինձ էլ փրկել չի լինի Ժանո։ Մարդիկ հո հիմար չեն։ Տարիներով օրենք են սրտում։ Մնում է մի քանի ապացույց գտնեն ու քեզ էլ ինձ հետ միասին կուղարկեն մեր տուն։ Ես ամեն ինչ անում եմ, որ դու չհայտնվես, պարոն Տումլև։ Ես էլի չեմ հայտնվի, եթե դու չհայտնվես։ Մարդ կա, խոստացել է, որ կփրկի մեզ։ Ինքն ինձ պարտ կա, ու պարտքերն եմ մարում։ Իսկ աշխարհը պարտ կա քեզ։ Քեզնից ինչ է գնում։ Նստի ու սպասի։ Եթե մտածում ես, որ ես մաքուր դուրս գամ, ասեմ, ես իմ ծնված օրից արդեն մաքուր չեմ։ Մեկը ես չեմ հասկանում։ Չեմ հասկանում իմ ու քո կապը։ Իզուր քեզ մի տանջի։ Մեկը չես հասկանա։ Ես էլ չեղավ անցար անգամանը, հա, որ դու գաս, քեզ դից գող նստես խոսաս, ես էլ ականջերս կախեմ ու լսեմ քեզ։ Դու էլ գաս թափահարվես ու քեզ դից գող թողես հետաս ու իմանաս, որ դու վերջն ես։ Ո՞վ մի հատ հանգստացի, շունչդ հետ բեր, նստի ու հանգիստ խոսա։ Լսի, ես իմ տարածքում եմ, Ստե ես եմ որոշում, ով ինչ անի, նստի, պարկի հելնի։ Լես որ, վերկաց ու գնա։ Ասեմ ինչ ես խառնվել իրար։ Քեզ թվում աթելի տղի թեմայով եմ խոսելու։ Լսի, ես նախորդ անգամապես լուրջ չեմ նստելու քեզ լսեմ։ Կլսես, խելոք տղա ես, դու չգիտես ես ինչի համար եմ եկել, ինչ ունեմ ասելու։ Լսի, ես ենքան վատ եմ, որ ինձ հեչ հետաքրքիր չի, թե դու ինչի ես եկել ու ինչ ես ասելու։ Եղավ։ Լսոր, վերքաց ու գնաս դեից։ Տղետ, պատմել ա քեզ ոնց հասպանել որդուս։ Դու մազոխիստ ես։ Քեզ հաճելի է ամեն անգամ խոսել տղուց սպանության մասին։ Հարցիս պատասխանի։ Չէ, չի պատմել, որտեվ ինձ էլ հետաքրքիր չի եղել երբեք։ Ասում եմ, կարող է ինքը չի սպանել, որդուս։
Կամ դեպքի վայրում երկուսով են եղել։ Նայստե, չշարժվես։ Չկ, ծիտիկը թրավ։ Կամ էլ ինչ-որ երորդ մարդ ա եղել ընդեղ։ Չգիտեմ, ես ընդեղ չեմ եղել, ու ինձ հետաքրքիր չի եղել, ես ինչ անիմաստ հարցեր ես տալիս, կարաս ինձ ասես, ես հարցերիդ նպատակը որն ա։ Ինձ պետք ա, որ դու անկեղծ զրույցում ունենաս որդուդ հետ ու պարզես ոնց ա եղել ու ոնց ա սպանել իմ գորիս։ Չի համար։ Ես դա ինչի պետք է անեմ, որ։ Որովհետև հնարավոր ա, որ ինքը չի սպանել որդուս։ Մեր բառից չօգտվես, հանկարծ մտածես, որ այդ տենց ա ու ուզենաս որդուդ հանես։ Արի կլնի գոնե մի անգամ ճշմարտությունը ազնվորեն պարզենք, պարզաբանենք, բոլորին հայտնենք։ Այդ ինչի հիման վրա ես եկել դու այդ եզրակացության, որ տղես չի սպանել։ Ես չեմ ասում տղետ չի սպանել, ես ասում եմ կարող ա չի սպանել։ Շատ լավ արեցի, դրան նայի, թողնես մենակ իրանը թելադրի, մենք էլ մարդահաշիվ չենք երևի, պիտի ինքը թելադրի, ես էլ իրա դուդուկի տակ պարեմ, հա, не дождётесь, թող գնամ, գինս իմանամ, հետո ծնկաչոք դուրս գա, իսկ մինչ այդ ես ինձ զբաղմունք կգտնեմ, վաղուցա քաղաքում չէի եղել։ Ալո, ինչի պիտի գամ, իսկ դուք են իմ ասած պաստարկները գտել եք, որ գամ, հա, լավ, դե որ ասում եք, անպայման կգամ, լավ, Սա հիմա ինձ կզզվացնի։ Հալո։ Ինչ արիր։ Ինչի համար։ Արա չեմ ջոգում, կարող ա դու ուզում ես սաղ կյանքդ ինձ պարտք մնաս։ Ես սիրում եմ քաղաքակիրթ շփում։ Իսկ ես քեզ խոստանում եմ քաղաքակիրթ ձևով կախել, եթե դու հենց հիմա չանցնես գործի։ Սետրակիչ, ես գործի մեջ եմ։ Ասեմ, որ աշխատում եմ, ու եթե վատ աշխատեի, դու հիմա ինձ չէիր զանգի ու չէիր խնդրի, որ քեզ օգնեմ։ Շատ լավ աշխատեցիր, ես ամեն ինչը սարքեցիր իմ գլխին։ Դե հիմա էլ նույն ձևով կաշխատես, ու ես կեղտից ինձ ու Ժանոյին կհանես։ Եղավ։ Բարդ բան ես ուզում։ Արա չեմ ջոգում, այդ համբալեն չի արոպեն մեկ ինձ զանգում։ Ինչ ա ուզում ինձնից։ Հասկացի, ես ոչ ժամանակ ունեմ, ոչ էլ տրամադրություն դրա մոտ երևալու։ Ես քեզ արդեն ասել եմ։ Կամ քեզ վրա պիտի բարդվի, կամ Ժանոյի։ Հա ես եմ արել։ Ես եմ արել։ Հասկացանք, ես բարդվելու բան չկա։ Ես գիտեմ, որ դու ես սպանել։ Բայց արդյոք դու ուզում ես նորից այնտեղ վերադառնալ, որտեղից որ մի տարի չկա դուրս ես եկել։ Ոչ ես ու ոչ էլ Ժանոն, մեզնից ոչ մեկը։ Ախորժակը շատ մեծ ա, Լև։ Մնում այն առաջարկես, որ ես ինձ վրա վերցնեմ ու ձեր փոխարեն պատասխանատվության ենթարկվեմ։ Վատ չէր լինի, որ հենց դու էլ գնայիր։ Լավ, հիմա ավելի լուրջ։ Մի տարբերակ էլ կա։ Եթե կա ինչ-որ երրորդ մարդ, որ ես գործի մեջ ա,
ու պատրաստ է անձնազոհության գնալ, ապա Չկա երրորդ մեկը։ ավելի վատ ձեզ համար։ Ուրեմն ես ձեզ չեմ կարող օգնել։ Մորս հետ հանդիպեցի, որովհետև ցանկություն կար, ուզում էի իրան տենայի, բայց քեզ հետ չեմ ուզում տենամ, համել ասեմ, անենց հողոքնած եմ, տարակած եմ։ Դիա, այդ քարես քաշը թե պատ ես շարել, որ տարակել ես։ Քո համար մեկ չի։ Այդ թող քեզ համար մեկ չլինի, որ հորդ հետ ես խոսում։ Էլի մեկ չի։ Իրոնիա չհասկացա։ Իրոնիա չկա, քեզ թված։ Իսկ ես թվում է, որ ստեղ շատ փափուկ են քեզ հետ։ Լավ ծեծի պակաս ունես դու։ Դրա համար ես եկել։ Որ ծեծես, ոնց է հարմար քեզ։ Ուզում ես չոքեմ, որ ավելի հարմար լինի։ Պատմի ոնց սպանեցիր սեղանցում։ Ես չեմ էլ հավատա, որ քեզ հետաքրքիր է։ Պատմի։ Ինչ պատմեմ։ Դրա մանրամասն ոնց ես սպանել։ Բայց ինչի համար, պապա։ Ինձ պետք է։ Մանրամասն ոնց պատմեմ։ Ոնց պատմեմ մանրամասն, եթե ես չեմ հիշում մանրամասները, սպանեցի ու պրծ։ Բայց դու ես սպանել։ Լուրջ բան եմ հարցնում։ Կարող է պետք դրել ես ինձ գժականով ազատես։ Պիտի ասեմ, որ պետք չի նեղություն քաշես, պետք չի ինձ ազատել։ Ես չեմ եկել հիմա քեզ տես հարցերը տալիս ազատելու համար։ Բա ինչ ես հիմա քննիչի գործը քո վրա վերցրել։ Կարող է դու չես սպանել։ Կայֆի տակ ես եղել, քեզ թվացել է դու ես արել։ Իսկ կարող է վերջում դուք ինձ գիժանեք։ Այդ մեքենայի հետևից են գնում։ Վերջ, օքեյն եղավ։ Մնում է Բրոնի արած տոմսերը հաստատենք ու գնանք Ամերիկա 3 օրից։ Իսկ ինչի տենց վատ տոնով։ Ես իմ լաջ չգիտեմ։ Իսկ ավելի շուտ չեմ ուզում քեզ խփեմ։ Ես քոպես ուրախ չեմ։ Հա, կարելի է ենթադրել։ Եվ ինչ ես ենթադրում։ Դու մինչև վերջին վարկյանը մտածում էիր, որ մեզ մերժելու են ու մենք չենք մեկնելու։ Լավ էլի Վլադ, չէ։ Բնականաբար այդ հույսով էլ ընդունել էիր առաջարկս։ Ոչ։ Բա եթե ոչինչ ես դեմքի էս արտահայտությամբ։ Ես իմ Վլադ, իմ մոտ միցեվի մեր մեկնումը շատ հեռու էր թվում։ Հիմա որ ամեն ինչ նորմալ է ու ամեն ինչ դարձել է շոշափելի, մեջս տագնապ է մտել։ Հետո որ իմացա, որ Ժանոյին բռնել են, ոնց որ ինձ դավաճ չազգամ, որ իրան այդ վիճակում թողնում գնում է։ Դուրս եկավ էլի իմ ասածը։ Դե կարող է։ Կարող է եւ դու ինձ ավելի լավ ես ճանաչում, քան ես ինձ։ Դե Ժանոյի համար անհանգստանալը երևի թե նորմալ է։ Բայց ասա, որ դու զգում էիր, որ վաղ թե ուշ իրան մեկը բռնելու են։ Այդ Ժանոն մարդ չի սպանել։ Ինքը լրիվ անիմաստ է այդ իրավիճակում հայտնվել, հասկանում ես։ Բայց դու ինչ գիտես։ Կարող է իրան դուր գալիս այս վիճակը։ Ինքը իրան բանտում շատ լավ ազգում։ Հասկանում ես ինչ ես խոսում, Վլադ։ Այդ մարդը իր կյանքի մեծ մասը բանտում է անցկացրել։ Ու բանտը իր համար տուն է դարձել, կամ տան նման մի բան։ Կարծում եմ ավելի լավ է տենց մտածես։ Ուղղակի դու խելքից դուրս բաներ ես ասում, Վլադ։ Ավելի լավ է չվիճենք։ Արի գնանք հաց ուտելու, հետո մտնենք խանութներով։ Ինչի համար։ Դե հաց ուտենք, որովհետև սովածենք, իսկ խանութներ մտնենք, որովհետև ճանապարհի վրա ենք, անհրաժեշտ իրեր պետք է գնենք։ Լավը գոնե լուր մնացիր, էլի գոհ եմ։ Գոնե այս անգամ չհակառակվեցիր։ Սիրտս ինձ հուշում է, որ սրանց գործերն եղել է։ Բնականաբար կլիներ, չէ՞ որ անձամբ ձյաձ Լեոնը զբաղվում իրանց մեկնումով։ Բայց թող ժամանակից շուտ չուրախանան։
Դե նստի։ Նստի Սոնա ջան։ Ես որ էի կորել։ Մաման մի քիչ առողջական խնդիրներ ուներ, Գերմանիայի տարել։ Բա հիմա ո՞նց է։ Համատաբար լավ է, բայց 6 ամիս հետո նորից պետք է ստուգման գնանք։ Դե Աստվածանի ամեն ինչ նորմալ լինի։ Մերսի։ Լավ է, որ արագ արձագանքեցիր զանգից։ Դե ասեցիք, որ պապայի գործով չի կարող չգալ։ Վերջին իրադարձություններից տեղակ ես, թե ամբողջովին զբաղված էր մամայի առողջությամբ։ Վերջին իրադարձություններ ասելով ինչ նկատի ունեք։ Ժանոյի ճակատագրով հետաքրքրվում ես, թեկուզ ինտերնետով։ Չէ, բայց ինչ որ կարևոր բան կա, որ արժեր իմանալ։ Հա։ Կարծես թե Ժանոն չի սպանել հորդ։ Բայց մենք դա գիտեինք։ Բայց չկարողացանք ապացուցել։ Ինչպես ապացուցեինք, եթե Ժանոն երկու ոտքը դրել էր մի կոշիկի մեջ ու պնդում էր, որ ինքն է սպանել հորս, եւ ամեն գնով պաշտպանում էր այն մարդուն, Լևին։ Մենք հիմա էլ համոզված չենք, Լևն է սպանել թե մեկ ուրիշը։ Ինչպես թե համոզված չենք։ Լև ինքը խոստովանեց, որ սպանել է հորս։ Ես նույնիսկ ուզում էի ոստիկանություն գնայի ու բողոքեի, բայց չստացվեց, չթողեցին։ Այդ թվում նաև դուք։ Ես։ Հա, դուք։ Բայց մենք հիմա ուզում ենք ապացուցել, որ Ժանոն չի սպանել։ Ու հակված ենք հայտնաբերելու իրական մարդասպանին։ Կօգնես։ Ապրես ինչ սևողում է չենք ընկել, ինչ գործ բռնում եք թարս է գնում, դո ցավը տանը մեկ նա որ ասեմ, ինչ անում ենք սա թարս է հետում, սենց ոնց կլինի։ Ընտանիքիդ հարցերը լուծեցիր։ Ախ ես քո ցավը տանեմ արա, այ աղբերը սենց անում էլի, իրա հոգսը թողացած, հոգսերի մեջ թաղված, աղբոր մասին է մտածում։ Ալիկ, հաջան։ Ընտանիքիդ հարցերը լուծեցիր։ Ինչ ընտանիք ապր, ինչ հարց։ Էլ հարց մնաց է, ինչ իմացել եմ, որ քեզ կարող նորից փակեն, կյանքս կանգ առել, ցավ տանեմ։ Հա, բա, շատ էինք կապված։ Դու տենց իրոնիայով մի ասա, հա։ Ես որ շատ եմ կապված, դու չգիտեմ։ Բայց մեր մեջ ասած պիտի որ ուրախ լինես, եթե իհարկե ինձ նորից նստացնեն։ Չամաշեցիր էդ ասեցիր, Լև։ Սրտիս ես ահորն ակատում դու։ Ինչի՞։ Ազատ կլինես։ Ոչ ոք քեզնից ոչ մի բան չի պահանջի, ոչ մեկին պատասխանատու չես լինի, ինչ ուզենաս կանես։ Ինչ վատ է։ Եղավ բա ապեր։ Հա, շատ լավ էլ եղավ։ Կապրես ոնց որ առաջ էիր ապրում։ Հանձնվում եմ ապեր։ Հանձնվում եմ, որ մեղավոր եմ, ոնց կարամ անմեղ ձևանամ։ Բայց սիրտս ցավը տանեմ, որ մտածում եմ, որ հանգարց կարող քեզ նորից փակեն։ Տղես ընդ դու ընդ դուխս կոտրում եք ցավը տանում, ով չգիտի, որ իմ դուխը ու իմ մեջքը դու ես։ Իմ տերը դու ես, ապեր։ Դու որ չլնես մեզ 5 րոպեում կհոշոտեն։ Թե քեզ պետք է տանտեր Ժանոն, որ դրա համար էլ Ժանոն անտեր չի։ Դու մյուս անգամ նման արտահայտություն քեզ թույլ չտաս։ Կներես ապեր, բայց էլ բայց չկա Ալիկ։ Վերկաց գնա։ Ապեր ինձ համար վիրավորական է, որ օտար մեկին աղբորիցդ բարձր ես դասում։ Ալիկ։ Ով է օտար։ Ժանոն։ Հա։ Ինչ գիտես որ օտար է։ Ով է քեզ ասել, որ Ժանոն օտար է։ Որտեղից քեզ այդ տեղեկությունը։ Կարող է Ժանոն իմ տղեն է։ Բայց էլ ոչ մի հարց։ Գնա քո խնդիրները լուծի, ես առանց այդ էլ ագին գործ ունեմ անել։ Լսի, ես իմաստը չեմ հասկանում ընդհանրապես։
Քեզ հանկարծակի հայտնության ու ես անիմաց զանգերի։ Ինչ ես ինձ անընդհատ լարված վիճակի մեջ պահում։ Ես չեմ ստիպում քեզ լարվել։ Լսի դու մի փորացավ հաստատում ես։ Դու անընդհատ շահ ես, չէ՞, փնտրել։ Սա կյանքդ շահի հետևից ես վազել։ Ուրեմն սա էլ մի հատ շահ կա։ Բայց թե ինչ շահ ես չգիտեմ, ոչինչ։ Դա էլ կճշտենք։ Մոնթեյ, ինչի՞ ես ճշնամած ես խոսում։ Դա քո զանգերը։ Վել չեմ ասում, քո գալ ընդհանրապես ինձ սրտով չի։ Իսկ դա իմ խնդիրը չի։ Լսի, չբզբզաս։ Դա չպատին դեմ կտամ քեզ։ Էդ ինչպես։ Մութ անցյալդ փորփրելով։ Մոնթեյ, իմ անցյալը շատ էլ լուսավոր էր։ Կարող է, չեմ բացառում։ Այդ քո լուսավոր անցյալից էր են երեխեն դուրս եկել, որին որ անին էր պահում։ Լավ չլսեցի։ Լավ չես լսում։ Առավոտներ ակաժներ լավ լվա։ Թե շոկի մեջ ընկար։ Ես արդեն գլխի եմ ընկնում։ Այն տղեն, որին անին պահում էր, այդ քո տղեն էր։ Սա հարց են տալի։ Անին հետ ում երեխին է պահում։ Լավ էիր, շատ լավ էիր անի բերանը փակել։